Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 11-ն է։ Ես Էդուարդ Այվազյանն եմ, Սամցխի Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնի տնօրեն, եւ այսօրվա մեր հաղորդումը չափազանց հետաքրքիր է լինելու, քանի որ խոսելու ենք թե Հայաստանից եւ թե Իրանից։ Երևի տեղյակ եք արդեն, որ Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմը վերսկսվել է։ Առավոտ շուտ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել է պատերազմը, սակայն նախքան դա կխոսենք Հայաստանից, Հայաստանի շուրջ տեղի ունեցողից, ասեմ, անոնսավորեմ, թե որ հարցերն են քննարկել։ Ուրեմն Դոնալդ Թրամփը երեք շատ կարևոր ուղերձ է հղել Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին ընտրությունների կապակցությամբ։ Պեսկովի հայտարարությունները Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին։ Լավրովի հայտարարությունը, որ կարող է Հայաստանին դուրս անեն ԱՊԿ-ից։ Հայաստանը այլևս կարող է, այսինքն Հայաստանը կարող է հեռացվի ԱՊԿ-ից։ Դրանից բացի Կապիրկային հետ են ուղարկում Հայաստան, Ռուսաստանի դեսպան Կապիրկինին որոշել են խորհրդատվություններից հետո հետ ուղարկել Հայաստան։ Ու մնացածը արդեն հիմնականում Իրանին վերաբերող հարցերն են, կարող եմ մի քանի միտք ձեզ հետ կիսեմ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողից վերահաշվարկների մասով, դա էլ կարծում եմ չափազանց կարևոր է։ Եվ ճիշտ կլինի նույնիսկ դրանից էլ սկսենք, նախքան դա անպայման լայքեք, բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, դա միակ էֆեկտիվ տարածման միջոցն է մեր հաղորդումների, որքան շատ են լայքերը, որքան շատ են մեկնաբանությունները, որքան շատ եք կիսվում ձեր սոցիալական ցանցերով եւ նաեւ բաժանորդագրվում, քանի որ շատերը դիտում են մեզ առանց բաժանորդագրվելու, համառորեն մի մաս հրաժարվում է բաժանորդագրվել, բայց ես էլ համառորեն անպայման կոչ եմ անում եւ խնդրում եմ, որ բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ։ Սկսենք։ Ուրեմն, ինչ է տեղի ունենում Բարգավաճ Հայաստանի շուրջ, Գագիկ Ծառուկյանի շուրջ, փորձեմ անկեղծ լինել, մաքսիմալ անկեղծ, ուղիղ եւ միանգամից իմ պատկերացմամբ այս վերահաշվարկների ընթացքում կարող է ստացվել այնպես, չեմ կարող պնդել 100%-ով, կարող է ստացվել այնպես, որ Բարգավաճ Հայաստանը հայտնվի խորհրդարանում։ Եվ ինչպես գիտեք, այդ պարագայում ճիշտ է, քաղաքացիական պայմանագիրը չի կորցնում իր մեծամասնությունը, բայց մի փոքր բարդանում է քաղաքացիական պայմանագրի համար աշխատելը, կբարդանա։ Քանի որ սահմանադրական օրենքներ չեն կարողանալու ընդունել, դատավորների նշանակման եւ դատախազի նշանակման հարցերի շուրջ խնդիրներ կառաջանան։ Ես կգնեմ, ես Հայաստանի օրենքներին որապես ծանոթ չեմ, լսում եմ այն ամենը, ինչ դուք եք լսում, բայց ընդհանուր կարող ենք վերլուծել քաղաքական իրավիճակը ինչ է ստացվում, ինչը մեզ մոտ շատ լավ հրաշալի ձևով ստացվում է։ Եվ քանի որ հավանականություն կա, որ Բարգավաճ Հայաստանը հայտնվի խորհրդարանում, դրա համար հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է դիմել այլ մեթոդների, որովհետև մենք տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը մասնակցելու խորհրդարանական ընտրություններին պայմանավորված էր կոնկրետ Ռուսաստանով եւ իրենց պատկերացմամբ, որ նրանք այդ ուժերով միասին կկարողանային ստանալ մեծամասնություն։ Բայց քանի որ հիմա նրանք մեծամասնություն չեն ստանում, Գագիկ Ծառուկյանը հայտնվում է ամեն դեպքում շատ բարդ իրավիճակում։ Ամեն դեպքում բարդ է դառնում իր վիճակը այդ բոլոր հայտարարություններից հետո։ Եվ դրա համար էլ Հայաստանի իշխանությունները հասկանալով այդ ամենը գնում են շատ հետաքրքիր քայլերի։ Սա կարծում եմ էքսկլյուզիվ մտքեր են, եթե ինչ-որ միտեղ տեսել եք, անպայման գրեք։ Հիմա հնարավոր կլինի, հիմա համարում եմ հավանական, որ ներքին կարգով քաղաքացիական պայմանագիրը փորձի Գագիկ Ծառուկյանի առջև հարց տնել։ Կամ շարունակում ես այդ ուժերի հետ մնալ եւ դու խնդիրներ կունենաս շատ լուրջ քո բիզնեսը, կամ համեմատաբար նեյտրալ դիրքորոշում, կապերդ կխզես Ռուսաստանի հետ, Լուկաշենկոյի հետ եւ մեր որոշումներին, որոնք որ մեզ շատ են պետք, ոչ բոլոր որոշումներին, մեր որոշումներին քո падգամավորները դեմ չեն քվեարկի։ Ես սա բավականին հավանական եմ համարում, ահա այս սցենարը։ Հաջորդը, եթե դա չստացվի, Հայաստանի իշխանությունները կարող են դիմել մի հետաքրքիր ծայրահեղ քայլի։
ծայրահեղ եւ շատ օրինական քայլի։ Չեմ կարծում, որ այդ քայլին կդիմեն, բայց եթե դիմեն, ճիշտ է մի փոքր ռիսկային է, ծախսատար է, բայց իմ պատկերացմամբ միանշանակ իրենք կհաջողեն։ Այսինքն իրենք դիմեն սահմանադրական դատարան այդ ընտրակաշառքների պատճառով, որը որ գրանցվել է Հայաստանում եւ պահանջեն, որպեսզի չեղյալ հայտարարվեն այս խորհրդարանական ընտրությունները։ Ասում են 5 միլիարդ փող է ծախսել Սամվել Կարապետյանը։ Ասում են ահռելի փողեր են ծախսվել, որպեսզի Ռուսաստանից մարդիկ տեղափոխվեն Հայաստան։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Սամվել Կարապետյանը վիճակի են կրկին նման ծավալների փող ծախսել, եւ դրանից բացի հիմա ավելի հեշտ կլինի, կարծում եմ իրենց արդեն բացահայտել։ Իրենց ավելի հեշտ կլինի հիմա բացահայտել, քանի որ այդ բոլոր սխեմաներին ավելի լավ են ծանոթ, ավելի լավ տեղեկություններ կան եւ հետեւաբար ես գրեթե համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը կստանա ոչ թե 49 եւ չգիտեմ ինչ տոկոսներ, այլ միանշանակ քաղաքացիական պայմանագիրը կարող է այս պայմաններում կստանա արդեն սահմանադրական մեծամասնություն։ Ես գրեթե համոզված եմ, հակառակը չի կարող ուղղակի լինել, բայց դրա համար պետք է լուրջ քաղաքական կամք, լուրջ քաղաքական համարձակություն, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը գնա ահա այդ ռիսկին։ Ես չեմ կարող ասել, թե 1-2 տարի անց այսօք հնարավոր կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, շատ բան փոխելով Հայաստանում նախքան արտահերթի գնալը, բայց հիմա այնուամենայնիվ այդ փոքրիկ պատուհանը կարծում եմ կա եւ լավ հնարավորություն է, ճիշտ է բավականին ռիսկային հնարավորություն է, բայց ճիշտ հաշվարկի պարագայում ես կարծում եմ, որ իրենք էլ կգան այն եզրահանգմանը, որ այդ քայլով կարող է Փաշինյանը ստանալ արդեն սահմանադրական մեծամասնություն եւ կարելի է միանշանակ այդ քայլին գնալ, եթե Ծառուկյանի կուսակցությունը մտնում է խորհրդարան։ Բայց այցերից մեկը այն է, որ հիմա ամբողջ քաղաքակիրթ աշխարհը շնորհավորել է Հայաստանին։ Հայաստանի իշխանություններին շնորհավորում են հաղթանակի կապակցությամբ եւ ահա ամենավերջի եւ թարմ կարևոր շնորհավորանքը մենք ստանում ենք Դոնալդ Թրամփից։ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է հետեւյալը. շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։ Վճռական հաղթանակ բառը չափազանց կարևոր է այստեղ։ Նա ասում է, որ ես հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը եւ չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի զարգացման եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները։ Գեղեցիկ Հայաստան, մարդկանց ամենահամարձակ սպասելիքներ։ Ես հատուկ այս խոսքերի վրա եմ ձեր ուշադրությունը սևեռում, սա շատ կարևոր ուղերձ է Թրամփի կողմից, կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները, որ Հայաստանը կզարգանա, կհասնի այնպիսի մակարդակի զարգացման։ Սա իմ պատկերացմամբ շատ բան է նշանակում։ Արիք յուրաքանչյուր մեկս իր մեջ պատկերացնենք, թե այս 5 տարիների ընթացքում ինչ զարգացման կարող է հասնել Հայաստանը։ Մենք մեր մեջ ինչ սպասելիքներ ունենք եւ մեր սպասելիքները եթե գերազանցվեն, իրոք ինչպիսի Հայաստան կունենանք։ Բնականաբար չեմ ուզում զբաղվել պոպուլիզմով, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի այս ուղերձը չափազանց կարևոր է։ Դուք երբ եք տեսնում, որ Միացյալ Նահանգների նախագահները այսպիսի ուղերձներով հանդես գային եւ այսպիսի շնորհավորանքներով, այսպիսի կապ ունենային Հայաստանի հետ։ Պետքարտուղարները, փոխնախագահները եւ նախագահները, երբ ենք մենք տեսել, երբ ենք ունեցել նման փաստաթղթեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, երբ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները նման ծրագրեր TRIP-ի տեսքով, դատակենտրոնների տեսքով, էներգետիկ համակարգի տեսքով, ատոմային ծրագրերը եւ այլն, երբ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները նման ծրագրեր հարավային Կովկասում։ Ու ես գրեթե համոզված եմ այն ֆոնին, ինչը մենք հիմա տեսնում ենք, օրինակի համար Ուկրաինայում, Ուկրաինայի հաջողությունները Ռուսաստանի նկատմամբ, Միացյալ Նահանգների կողմից պատերազմի վերսկսումը Իրանի նկատմամբ իբր Իրանը հաղթանակ էր տարել, չէ՞։ Իրանը հզոր էր, հույլը սկսում է
հազորի դեմ պատերազմը, պարտեվածը սկսում է հաղթանակ տարածի դեմ պատերազմը, շատ տարօրինակ չէ։ Շու Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսեց ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ գնում է նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը իր շտաբ արդեն արձագանքով Եվրամիությունն էլ շատ արագ արձագանքեց, արի անկեղծ լինենք եւ լավ արձագանքեց, թույլ չեն տա, որպեսզի Պուտինը կարողանա ինչ որ բաների հասնել Հայաստանում, բայց մենք էլ պետք է անպայման զգոն լինենք եւ հասկանանք, թե ինչ կա նրանց մտքերին։ Հիմա տեսեք Պեսկովի երեկվա հայտարարությունները։ Պեսկովը ասում է, որ այս պահի դրությամբ որոշում չկա, թե երբ տեղի կունենա հանդիպումը Պուտինի եւ Փաշինյանի միջև պաշտոնական տվյալները չլինեն, ընտրությունների նման հանդիպում տեղի չի ունենա։ Բայց այստեղ արդեն կա ակնարկ, որ իրենք ճանաչում են Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։ Ակնարկ կա, որ կարող է ճանաչեն, ինչ որ միտեղ պատրաստում են թե սեփական հանրությանը եւ թե հասկացնում են Հայաստանի իշխանություններին, որ կարող է ի վերջո ընդունեն տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն հայկական ապրանքների նկատմամբ ռուսական էմբարգոն շարունակվում է, դեռ շատ հարցեր անորոշ են եւ Լավրովի մենք նոր հայտարարություններ ենք տեսնում, ի տարբերություն Պեսկովի կամ Պուտինի, Լավրովը ամենամեծ հակահայն է։ Ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ, յուրաքանչյուր մեկը ով ազգափոխ է, լինի դա Վրաստանում, Ռուսաստանում կապ չունի, ես տեսել եմ անձամբ այդպիսի մարդկանց, շատ եմ տեսել, այդ մարդիկ ամենահայատյաց մարդիկ են, ովքեր որ փոխում են իրենց ազգը, վաճառում են, եւ այս Քալանթարովը ամենահայատյաց մարդկանցից մեկն է, ես նույնիսկ չեմ զարմանա, որ դրա պատճառով է Պուտինի վերաբերմունքը այսքան վատ Հայաստանի նկատմամբ։ Եվ նա հիմա որոշել է, որպեսզի մնացած հապ երկրների հետ միասին Հայաստանին հեռացնելու են հապկից։ Այստեղ ես միանշանակ կարող եմ ուրախանալ, մի լավ գործ կարող է անի Լավրովը վերջապես մեզ համար։ Նա ասում է, որ ընտրությունների օրը արդեն նման խոսակցություններ եղել են մնացած երկրների հետ եւ քանի որ Հայաստանը շատ երկար անդամը վճար չի վճարել հապում, դրա համար կարող է Հայաստանին հեռացնեն հապկից։ Շատ լավ է, հրաշալի է, ուղղակի ես կարող եմ միայն գովասանքի խոսքեր ասել, ահա այս պահին տվյալ որոշման եւ հայտարարության կապակցությամբ, անկեղծ ամենայն անկեղծությամբ, բայց դա չի փոխում այն, որ ինքը ամենամեծ հայատյաց կերպարն է Ռուսաստանի Դաշնության մեջ, իր պատկերացմամբ ինքը վատ է անում մեզ համար, բայց ինքը հրաշալի մի գործ է անում եւ ընդհանրապես իր քաղաքականության պատճառով է, որ հիմա Հայաստանը կարողանում է փոխվել Ռուսաստանի Դաշնությունից եւ գնում է դեպի Եվրամիություն եւ ոչ միայն Հայաստանը ինքն է գնում, այլ արդեն հայկական ապրանքներն են գնում, ամեն ինչ կապվում է Եվրոպայի հետ, դա իր շնորհիվ է նաեւ, իր հայատյաց կեցվածքի շնորհիվ։ Ցավոք հայ-ռուսական հարաբերություններն են դրանից տուժում, ես չէի ուզենա, որ այդպես լիներ, բայց այդ կերպարի հակահայ պատճառով է այս ամենը ցավոք հայ-ռուսական հարաբերությունների համար տեղի ունենում, բայց հայկական պետականության համար սա միանշանակ առողջացում է։ Դե ինչ ասեմ, ինչքան շուտ Հայաստանին հեռացնեն հապկից, միանշանակ այդքան լավ է մեզ համար։ Բայց ահա այս ֆոնին նույն Լավրովը որոշել է, որ Սերգեյ Կապիրկինը վերադառնալու է Հայաստան։ Խորհրդատվություններից հետո Կապիրկինին գործուղում են կրկին Հայաստան նոր հանձնարարություններով։ Ես մի փոքր հույս ունեի, որ նա երկար կմնար Մոսկվայում կամ ընդհանրապես հետ չգա, բայց տեսնում ենք, որ չէ, որոշել են հետ ուղարկել Հայաստան։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ խոսել, թե ինչ կա Իրանի շուրջ, քանի որ դա նույնպես չափազանց կարևոր է։ Իրանը մեր հթիտակն է, անմիջական հարևանն է եւ այն ինչ տեղի ունենում Իրանում չի կարող մեզ չմտահոգել, մենք թե մտահոգվում ենք այն ամենի հետ, ինչ տեղի ունենում Իրանում եւ նույն ժամանակ մեծ հույսով լցված ենք նայում այդ ամենին, քանի որ կարող է փոփոխություններ լինեն դրական։ Ես միշտ էլ լավատես եմ։ Իմ բնույթով
օպտիմիստ եմ, դրա համար հուսով եմ, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի մեզ համար, ինչ տեղի ունենում Իրանի շուրջ, չնայած որ պատերազմները հիմնականում ավելի մեծ ռիսկեր են ստեղծում։ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունները Իրանի մասով կոնկրետ հուշում էին մեզ, որ ինչ-որ մի բան կարող է սկսվի։ Նա ասաց, որ Իրանի բանակը լիակատար խառնաշփոթի մեջ է, նրա մեծ մասը նավատորմը ու ռազմաօդային ուժերը այլևս գոյություն չունեն, սա կլասիկ հայտարարություն է Թրամփի կողմից, ինքը միշտ ասել է, հետո ինքը ասում է, որ Իրանը տարածաշրջանի ամենամեծ հուլիգանն է, խոսում են, բայց վերջնական չի պայմանավորվում, միշտ ձգձգում է պայմանավորվածությունները Իրանը եւ հիմա եկավ ժամանակը, որ դրա համար ինքը պետք է արդեն գին վճարի, որ անընդհատ ձգձգում է բանակցությունները եւ ոչ մի բանի չեն հասնում։ Հետո Fox News-ի եթերում ինքը ասաց, որ ինքը մոտ է, որպեսի արդեն հրաման արձակի, որպեսի հարված հասցնեն Իրանի էլեկտրակայաններին եւ կամուրջներին։ Մենք տեսանք Ռեջեփ Թայիպ Էրդողանի արձագանքը, ասեմ որ լավ էլ կոմունիկացիա ունի Իրանը եւ Թուրքիան, հենց խառնվում է Իրանի շուրջ, միանգամից իրանցիները կապ են հաստատում թուրքերի հետ։ Միանգամից Էրդողանի հետ կապ են հաստատում կամ Էրդողանի կամ Թուրքիայի արտգործ նախարարի։ Սա նշանակում է բարձր կոորդինացիայի մասին, եւ Էրդողանի հայտարարությունն էլ չուշացավ։ Նա հայտարարեց, որ Նետանյահուն եւ նրա հանցավոր ցանցի հարձակումները Սիրիայի եւ Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը սպառնում է ոչ միայն այս երկու երկրներին, այլ նաեւ Թուրքիային։ Այսինքն ինքը հստակ հայտարարեց, որ Նետանյահուն եւ Նետանյահուի քաղաքականությունը ռազմական ագրեսիաները Սիրիայի եւ Լիբանանի նկատմամբ արդեն սպառնում են Թուրքիային։ Այդ արի Թուրքիան կողքի դնենք, կրկին տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Իրանի շուրջ։ Ուրեմն նախքան ռազմական գործողությունների վերսկսումը Պաշտպանության նախարար Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարեց, որ իրենք կհարձակվեն Իրանի վրա եւ կհարվածեն Իրանի ենթակառուցվածքներին։ Նրա խոսքերով իրենք այս ժամանակահատվածը օգտագործել են նրա համար, որպեսզի իրենց հետախուզությունը ավելի լավ իմանա այն ամենի մասին, ինչ կա Իրանում, այսինքն Իրանին լուրջ հետախուզել են այս հրադադարի ընթացքում, դա սպասելի էր, ես պատկերացնում եի, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները մանրադիտակով ուսումնասիրում են, թե որտեղ ինչ կա Իրանում, ինչ շարժ, բոլոր արբանյակները եւ ոչ միայն նաեւ անօթաչուցիչ սարքերով ամեն ինչ ուսումնասիրել են եւ հակաօթային պաշտպանության թե հրթիռների կայանքները ավելի լավ են սկսել ուսումնասիրել եւ հասկանալ, թե որտեղ են դրանք տեղակայված։ Եվ մենք տեսանք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածը առավոտյան։ Արդեն կան հաղորդագրությունները հստակ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գիշերը հարված են հասցրել Իրանին, ինչին ի պատասխան Իրանը բալիստիկ հրթիռներ արձակել Քուվեյթում, Հորդանանում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։ Իրանցիները տեղեկացնում են, թե իբր կարողացել են այդ բազաների վրա խոցել ամերիկյան ինքնաթիռներ, բայց ոչինչ չի հաստատում այդ տեղեկությունները։ Դրանից բացի Իրանը տեղեկացնում է, որ ծովային մարտեր են եղել եւ իրենք կարողացել են խոցել ամերիկյան նավերից մեկը, ինչը շատ շտապ հերքեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ հարվածներ են հասցվել Իրանի ռազմական հսկողության հնարավորություններին, կապի համակարգերին եւ հակաօթային պաշտպանության օբյեկտներին դեռ այս պահի դրությամբ։ Հիմնական թիրախը դրանք են դառնում, երբ որ պատերազմները սկսվում են։ Սկիզբը դա է։ Բայց կան տեղեկություններ, որ օրինակի համար Իրաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ քիչ առաջ պայթյուն է գրանցվել։ Երևի թե հրթիռ է եկել, չեմ կարող ասել դա Իրաքյան այդ միլիցիան է իրականացրել, թե Իրանից է արձակվել հրթիռը, բայց այդպիսի տեղեկություն կա։ Իրանցիները կրկին հայտնում են իրենց գործակալությամբ, մեհր գործակալությամբ, որ նաև ծովային մարտեր են գրանցվում Հորմուզի նեղուցում։ Իրանը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը փակվավ, հիմա փակվում է բոլոր տեսակի նավերի համար, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են, որ Հորմուզի նեղուցը իրենք են վերահսկում։ Ահա այս պահի դրությամբ
Այսքանը սիրելի հայրենակիցներ Իրանի շուրջ տեղի ունեցողից դեռ տեղեկություն չկա Իսրայելը մտնելու է այս պատերազմի մեջ չի մտնելու կրկնեմ առաջինը հարված է հասցվում իրանական հակաօդային պաշտպանության այսինքն ոչ թե խոսքը իրանականի կոնկրետ մասն է երբ որ ռազմական գործողությունները սկսվում են միշտ առաջի հարվածը հակաօդային պաշտպանությանն է հասցվում եւ հիմա դա է տեղի ունենում կրկին Իրանի վրա Իրանի օդում Ուկրաինայի մասով կարող եմ ավելացնել միայն այն, որ Գրիմում բենզին այլևս գոյություն չունի, բավականին ծանր իրավիճակ է Գրիմում մենք տեսնում ենք, որ ուկրաինական անօդաչութարչող սարքերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի խորքում եւ ոչ միայն անօդաչութարչող սարքերը, այլ նաեւ ֆլոմինգո հրթիռները երեք շատ ցավոտ հարվածներ են հասցրել Ռուսաստանին, Ռուսաստանն էլ երեք փորձել է մեծ թվով անօդաչութարչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինային, դա էլ կա։ Հիմա այսօր ուկրաինական դրոնները հարված են հասցրել Կրասնոդարում։ Տեղեկություն կա, որ ամեն 5-7 րոպեն նոր պայթյուններ են այնտեղ հնչում։ Եվ հիմնական թիրախները կրկին նավթային օբյեկտներն են եւ ռազմաբազաները։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։